Տիկին Աղաջանյան, ձերբակալություններ են սկսել ուժեղ Հայաստան կուսակցության անդամների շրջանակում։ Ըստ ձեզ սա ինչով է պայմանավորված եւ արդեն իսկ 14 անձի մեղադրանք է առաջադրվել, որոնց մեջ կան նաեւ կանայք։ Ինչու հենց այս կարելի ասել հետապնդումները սկսվեց ընտրություններից 2 ամիս առաջ։ Զարմանալի չէ, որ այս իշխանությունները փաստացիորեն ռեպրեսիաների գործիքն են միացրել եւ իրենք փորձում են տեսադաշտից դուրս հանել բոլոր հնարավոր մրցակից ուժերին եւ դուք տեսել եք նաեւ Հայաստան Դաշինքի հանդեպ վերաբերմունքը, եթե հետ գնաք ոչ վաղ անցյալում վաղաշաբաթի ընտրությունների ժամանակ ու դրան անգամ հաջորդած քայլերը հասկանալի է, որ այս իշխանությունները հասկանալով, որ իրենց վերարտադրությունը ազատ արդար ընտրությունների պարագայում անհնարին է, սկսել են օգտագործել իրենց ձեռքի տակ եղած բոլոր ուրեմն միջոցները առանց որևէ խտրականության, փորձելով մարդկանց մեջ որոշակիորեն վախ, խուսափողականություն, ինչ-որ միտեղ ընտրություններին մասնակցության առումով ապատիա ստեղծել, որը կմեծացնի իրենց ամենատարբեր խախտումների միջոցով վերընտրվելու հավանականությունը։ Ուժեղ Հայաստանը այսօր առաջատար ուժերից մեկն է ընդդիմադիր, եւ մենք հատկապես հիմա տեսնում ենք նման քայլեր, որտեղ իրենք փորձում են ինչ-որ մի արհեստական օրինականություն հաղորդել իրենց ձեռնարկած ուրեմն քայլերին եւ այդ պատճառով հիմիկվանից արդեն փորձում են միանգամից դաշտից հեռացնել հնարավոր մրցակիցներին։ Եվ նաեւ տեսնում ենք, որ խոչընդոտվում է փաստաբանների մուտքը։ Մենք խոսում ենք անօրինական գործողություններ իրականացնող մի ուրեմն քաղաքական խմբակի մասին, որը անգամ չի խորշել ամենատարբեր սահմանադրական խախտումների գնալ։ Եվ այս պարագայում զարմանալի չէ, կարծում դա արդեն ձեռագիր է դարձել, մենք անգամ ականատես ենք եղել աննախադեպության սկզբունքով, ինչով հպարտանում է այս իշխանությունները, ուրեմն փաստաբանների ծեծի, իրենց ուրեմն իրավապահների հսկողության տակ գտնված կալանավորված անձի խոշտանգման, բազում այլ դեպքերի։ Մի զարմացեք, այս իշխանությունները ամեն ինչ անելու են եւ իրենք դրա համար արևմտյան ուժերից մասնավորապես եվրոպական դաշտից իրենք կանաչ լույս են ստացել մի բացառապես մի նպատակով անպայմանորեն վերարտադրվել, որպեսզի թուրք-ադրբեջանական տանդեմի հանդեպ իրենց հանձնառությունները, որոնք մաս են կազմում արևմտյան գլոբալ ծրագրի, իրենք ի վերջո իրենց վերջնահանգրվանին հասցնեն, որի ավարտական փուլում մենք կորցնելու ենք պետություն, մենք կորցնելու ենք հայրենիք եւ Հայաստանը դադարելու է լինելու հայ ժողովրդի այն փոքրիկ հողակտորը, որ մնացել է մեր պատմական հայրենիքից, որտեղ հայ ազգը լինելու է գերակա պետական միավոր։ Եվ Նիկոլ Փաշինյանը երեկ մի միտք արտահայտեց, որ Հայաստանի դատական եւ արդարադատության համակարգերը բավարար կապ չունեն ժողովրդի հետ։ Դրա համար պետք է նոր սահմանադրություն։ Այսինքն սրանից հետևություն, որ պետք է արդարադատության համակարգը կապ ունենա ժողովրդի հետ, ոչ թե օրինակ օրենքի կամ իրավական նորմերի վրա հիմնված լինի։ Երկու հարցի այստեղ ուշադրություն դարձնենք, առաջինը, որ այս իշխանությունները իրենց քայլերը, որոնք բացարձակապես ժողովրդավարություն չեն վայելում եւ մեր ազգի պետության շահերից չեն բխում, մշտապես փորձում են ներկայացնել իբրև թե ժողովրդի պահանջ, որը հստակ արտահայտվում է այդ քայլերի դեմ։ Սա ուղղակի ձեռագիր է, ընդհանուր խոսույթ է, որ ներկում է դաշտ։ Իսկ ինչ վերաբերում է արդարադատության, ապա դա պետք է բխի օրենքի պահանջներից, օրենք, որը ընդունվում է պետական կառույցների, նրանց վերապահված իրավասությունների լիարժեք պահպանությամբ եւ դրա կիրառմամբ։ Մենք գործ ունենք նորից կրկնում եմ մի խմբակի հետ, որը բացարձակապես վարկյան իսկ չի հապաղում, ուղղակի ողնակող անելու այդ օրենքները ամենաբարձր մակարդակի օրենքներից սկսած մինչև ամենավերջինը, զուտ սեփական պատվերները կատարելու եւ դրանք ըստ ուրեմն իրենց ցանկությունների վերջնահանգրվանի հասցնելու համար։ Արդարադատությունը այս իշխանությունների հետ բացարձակ առնչություն չունի եւ նրանք ուղղակի փորձում են իրենց քայլերը ինչ որ մի կերպ հիմնավորել ժողովրդի աչքին նորից թոս փչելով։